Բարև ձեզ Եվրոմեդիա 24-ի հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ մարդկանց է հավաքագրում եկեղեցու դեմ այս օրերին ցույցեր եւ ընդվզումներ կազմակերպելու համար ու փաստորեն այս ամենը ինքն է առաջնորդելու եւ հարձակում է գործելու եկեղեցու վրա։ Վարչապետն ուզում է վեհափառին հեռացնել, գուցե ձերբակալության տանել, փոխարենը իր սրտով հոգեվոր առաջնորդ առաջարկել։ Խնդրում եմ այս ամենին ձեր մեկնաբանությունը տալ։ Ինձ համար դժվար է ամեն տխմարություն հիմարություն մեկնաբանել, քանզի վեհափար հայրապետը օծյալ է Սուրբ Հոգով, այսինքն Աստծո որոշումով, Աստծո ներկայությամբ, եւ այդ որոշումը մարդը չի կարող բեկանել։ Քանի որ ձեր նշած անձը պարբերաբար իր Facebook-յան էջում Աստվածաշնչից մեջբերումներ է բերում, հիմնականում Սաղմոսներից, այո, ես կարծում եմ, որ ինքը նաև իրազեկ է, որ օծյալին աշխարհիկ իշխանությունը չի կարող փոխել։ Սա առաջին, երկրորդ, ինքը իրեն ներկայացնում է մեր եկեղեցու հավատավոր զավակ։ Իրականությունից հեռու է դա այնքան ինչքան երկինքը երկրից։ Այդ անձը մեր եկեղեցու հետ բացարձակապես որևիցե առնչություն չունի, որտեղ եկեղեցին իրականում ինքը համայնք է եւ ընտանիք է։ Այդ ընտանիքը ունի հավատավոր հոտը, անդամներ, հոգեվորականներ, բայց նաեւ եկեղեցին ինքը ուխտ է։ Հոգեվորականները որպես մեկ միավոր, որը ներքին կանոնակարգով աշխարհում ամենահին փաստաթուղթը, որը գոյություն ունի եւ որով կառույց է աշխատում եւ գործունեություն իրականացնում, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոնագիրքն է 301 թիվ։ Եվ Փաշինյանը հիմա ձեռնոց է նետում առնվազն երկու իրողության, առաջին կանոնագրքին եւ երկրորդ Աստծուն, որտեվ ինքը փաստացի իր սկեցվածքով Աստծո դեմ սուր է բարձրացնում, բայց նույն Փաշինյանը թող իմանա սուր բարձրացնողը սրից էլ ընկնելու է, այն սուրը, որ ինքն է բարձրացնում, ինչ սուր բարձրացեց, այդ սրով էլ ինքը տապավրել է, որտեվ ինքը փորձում է բեկանել Աստծո ներկայությամբ օծյալ վեհափար հայրապետին։ Սահմանադրությունը այս երկու կառույցներին արգելում է միջամտել իրար գործերին, թե ներքին, թե արտաքին։ Ուրեմն ինչպես է վարչապետը նախ պահանջում վեհափար հայրապետի հրաժարականը եւ տեխնիկապես ինչպես կարող է վարչապետը պարտադրել վեհարանը ազատել կաթողիկոսին։ Ես կարող եմ ենթադրել, որ Փաշինյանը ժամանակին, եթե ինչ որ կազմակերպության անդամ եղել է, ես կրոնական կամ կառույցի իր մոտեցումը բողոքական կամ ավետարանչական եկեղեցու կամ ավելի խիստ ասեմ ոչ բողոքական ավետարանչական խարիզմատ եկեղեցու հետևորդ է։ Այն ինչ ինքը անում է, այո, եւ բողոքական եկեղեցու եւ խարիզմատների մոտ, որի առավել ներկայացված կառույցը դա կյանքի խոսք աղանդն է, ուրեմն այնտեղ ընտրությունները իրապես կարող են տեղի ունենալ այնպես, ինչպես Փաշինյանն է ասում, բայց ոչ մեր եկեղեցով։ Մեր եկեղեցով ընտրությունները իրականացվում են 2/3 եկեղեցիների համայնքների ներկայացուցիչների եւ 1/3 հոգեվորականների ներկայացուցիչների մասնակցությամբ, որից հետո այդ ընտրությունը եւ ընտրյալը Սուրբ Հոգով որպես օծյալ դառնում է մեր եկեղեցու հոգեվոր առաջնորդը, բայց ոչ եկեղեցու գլուխը։ Ի տարբերություն բողոքական եկեղեցու, ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու, ուղղափառ եկեղեցու եւ մեզ մոտ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, մեր եկեղեցու գլուխը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է եւ ոչ թե անձ, ի տարբերություն մյուս կրոնական կազմակերպությունների։ Եվ հետեւաբար Փաշինյանը իր վրա վերցնում է գործառույթ, որի իրավասությունը ոչ իրավական առումով, ոչ հոգեվոր առումով, ոչ բարոյական առումով իրավունք չունի։ Այսինքն ինքը հիմա մտնում է մի դաշտ, որտեղ իր պարտությունը արդեն դաջված է։ Մնում է կնիկը խփել։ Ինչպես։ Թող փորձի այդ խումբ է հավաքում,
մասնագետներ է հավաքում, ինքը դառնում է այդ անձանց գնահատողը, որքանով են եկեղեցու զավակ եւ այլն։ Ես ձեզ կարող եմ մեկ զուգահեռ 2018 թվականին եւ դրանից հետո եւս երկու անգամ փորձարվել է ապօրինի ձևով վեհապար հայրապետին գահանքեց անել։ Առաջին անգամ այն անձինք, ովքեր որ ներգրավված էին, այո, որտեղ կային մի քանի հոգեվորականներ, որոնք հետո կարգալույց եղան, ուրեմն նրանց կեցվածքը հետեւյալն է, իրենք գնահատում էին, որ եկեղեցին ճիշտ չի կառավարվում, չունենալով կարգավիճակ, որ եկեղեցու ամբողջ ներքին գործունեությունը իրապես գնահատեին, ճիշտ գնահատեին, եւ հետապնդում էին իրենց եսը, իրենց էգոն, ոչ ավել եւ ոչ պակաս։ Եկեղեցուց միգուցե մի քանի 100 դժգո նախկին եկեղեցու որոշ եկեղեցիների հոտի անդամներ եւս դժգո են, բայց սա որից է ձևով իրավունք չի տալիս վեհապար հայրապետին գահանքեց անել։ Ավելին ասեմ ձեզ, եթե աշխարհական իշխանությունները ընտրվում են մարդկանցով եւ օրենսդիր մարմինը եթե իրավունք ունի հետ կանչելու падգամավորին, այո, ապա եկեղեցում այդպես չի։ Եվ երկրորդ, եթե Փաշինյանը մտածում է, որ ինչ որ քանակի մարդկանց հավաքելով կարող է գործընթաց սկսել, սա իրականություն շատ հեռու է։ Եթե նա չկարողացավ 18-ին իր նպատակը իրագործել, իսկ վստահաբար 18-ին իր ականջները բոլոր տեղերը երևում էր, ուղղակի ֆիզիկապես ինքը չկար եւ ինքը հրապարակավ դաշ չէր մտնում, իսկ այստեղ այլ է, թե ինչու սկսեց նման գործընթաց, ես կարծում եմ, եթե հարց ուղղվի, ես կպատասխանեմ, ապա 18-ին ձախողվեց այն ժամանակ, երբ Փաշինյանը մանիպուլյատիվ հնարքներով բավականին մեծ վարկանիշ ուներ մեր ժողովրդի մոտ։ Անկամ այդ ժամանակ ձախողվեց, ուր մնաց հիմա։ Ավելին ասեմ ձեզ, դրանից հետո հայտնի 18-ի հունիսից մինչև սեպտեմբեր ամիսը նոր հայրապետ, նոր Հայաստան շարժում, որով փորձ էր արվում այդ վեհապարին գահանքեց անել, դրանից հետո եւս երկու անգամ եղել։ Ուղղակի դրա մասին զանգվածային լրատվամիջոցները առավել քան իրազեկ չեն։ Ես ուղղակի, քանի որ այս կամ այն ձևով առնչվում եմ այդ իրողություններին, փորձեր արվում կարգալույց եղած մեկ սրբազանի եւ մի քանի կարգալույց եղած քահանաների միջոցով եկեղեցական կարգավիճակներ տալ որոշ մարդկանց մեր երկրի Գեղարքունիքի մարզում խոնարհված եկեղեցիներում, որի իրավունքը եւս չկար։ Ուղղակի այդտեղի ժողովուրդը սիրով բացատրեց այդ անձանց, որ իրենց կատարած ապօրինություն է, վստահաբար իրենք հասկացան եւ կարծում այդ երկու փորձը եւս դատապարտվեց ձախողման։ Սա եւս դատապարտված է, ինչու։ Վստահաբար եմ ասում, Փաշինյանը փորձում է ձեռնոց նետել Աստծո որոշմանը, այսինքն բեկանել Աստծո որոշումը։ Եվ իմ ասածը, որպեսզի վերացական չլինի, ես ընդհանրապես մեկ օրինակ բերեմ, որ հрьяաների առաջին թագավոր Սավուղը երբ Աստծո պատվիրաններից եւ խոսքից հետ կանգնեց, Աստված երկրորդ անձին օծեց, ապագա թագավոր, դա Դավիթն էր, որը հետո դարձավ այո Իսրայելի ամենահայտնի թագավորներից մեկը։ Սավուղը գնահատելով, որ կա երկրորդ օծյալ, փորձում էր ամեն կերպ ֆիզիկապես ուղղակի ոչնչացնել Դավթին, բայց Դավիթը լինելով վարժ զինվորական խուսանավում էր բոլոր ծուղակներից եւ ավելին մեկ անգամ երբ Սավուղը գիշերը մի քարանձավում հանգստանում քնած էր, Դավիթը կարողացավ պահակախումբը շրջանցելով մոտենալ Սավուղին, բայց չսպանեց, ընդհանրապես շորից մի պատառ կտրեց եւ դուրս եկավ։ Իր զինվորները հարցրեցին. «Տեր, ինչու չսպանեցիր Սավուղին»։ Չէ՞ որ նա փորձում է քեզ գտնել եւ սպանել, ասեց ես ով եմ, որ Աստծո օծյալի դեմ սուր բարձրացնեմ։ Եթե Տիրոջը պետք լինի, որ Սավուղը քնի ու չզարթնի, Սավուղը կքնի ու չի զարթնի։ Եթե պետք լինի մարտի դաշտում զոհվի, մարտի դաշտում կզոհվի։ Սավուղը իրոք մարտի դաշտում զոհվեց։ Հիմա ով է Փաշինյանը կամ ցանկացած որևիցե մեկը, որ Տիրոջ օծյալի դեմ սուր է բարձրացնում։ Ես դրա համար եմ ասում, ցանկացած սուր բարձրացնողը ինչ սուր բարձրացել է, այդ սրից էլ ընկնելու է, եւ դա վստահաբար այդպես է, որտեվ եւ հին ուխտը ամբողջովին իր պատմություններով դա է ուսուցանում մեզ եւ օծյալի դեմ սուր բարձրացնողը նախ փորձում է պատերազմել Աստծո դեմ, իսկ Աստծո դեմ պատերազմել նշանակում է ի սկզբանե լինել պարտված եւ դատապարտված։ Խոսեցինք 2018 թվականին սկիզբ առած նոր Հայաստան, նոր վեհապար
շարժումից հնարավոր է որ այս ամենը դրա շարունակությունն է եւ ինչի կարող է հասնել այս ամենը արդեն այսօր եւ արդյոք ազգային անվտանգության ծառայությունը այստեղ անելիքներ չունի, քանի որ Փաշինյանը արդեն բացահայտ ինչ որ խմբեր ձևավորելու մասին է խոսում։ Վստահաբար այո, սա ազգային անվտանգության խնդիր է, ձեր դիտարկումը ճիշտ է եւ տեղին է։ Եվ այն ապօրինությունները իրավական առումով որ Փաշինյանը թույլ է տալիս, իսկ ակնհայտ է եւ սահմանադրության մի քանի հոդվածները խախտում, որտեղ եկեղեցին պետությունից անջատված է, եկեղեցին ունի բացառիկության իրավունք եւ վեհապար հայրապետի կամ որևիցե հոգեվորականի փոփոխությունը աշխարհիկ իշխանությունը չի կարող անել, ինքը իրավունք չունի խառնվել ներքին գործերին, իսկ այն որ այս կամ այն կերպով Փաշինյանի եւ իր շրջապատի մարդիկ փորձում են հիմնավորել թե ինչու է Փաշինյանը նման կեցված դրսևորել, սա ես կարծում եմ ուղղակիորեն առնչվում է օրերս Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի ունեցած մի շատ կարևոր միջոցառման համաժողովեր, որը կրում էր Լեռնային Ղարաբաղի հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը, այս անվանումով խորագրով որտեղ հավաքվել էին եւ բողոքական եկեղեցու, եւ կաթոլիկ, եւ ուղղափառ եկեղեցու եւ մեր եկեղեցու քուր եկեղեցիների ղեկավարներ, առաջնորդներ, որոնք ընդունեցին լսելով վեհապար հայրապետի ներկայացած իրողությունները, կապված Արցախում տեղի ունեցած վերջին գործընթացների բռնի տեղահանման ռազմագերների դատավարության, Արցախում բնակվողների վերադարձի իրավունքի եւ մշակութային, պատմական եւ կրոնական մեր ուրեմն սրբությունները հանցացող կառույցների ոչնչացման հետ եւ շատ տեղին եւ ճիշտ համաժողովեր, ընդ որում առաջարկը որքան ես իրազեկեմ հայկական կողմից եղել, բայց կազմակերպիչը եղել է եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, սա լուրջ կառույց է։ Առավելս որ ներգրաված են եղել բոլոր եկեղեցիների ներկայացուցիչները։ Ընդունված բանաձևը, որը բավականին խիստ էր, կարելի ասել Ադրբեջանի եւ Թուրքիայի մեջ շատ ցավոտ, հիմք հանցածա, որպիսի 3 ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների համաժողովը կոչով դիմեց Ադրբեջանի իշխանություններին։ Բավականին խիստ եւ եթե ես գնահատեմ, ապա այդ համաժողովը Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի ունեցած համաժողովի շատ դրույթներ ներառված են նաև այս հանձնաժողովի կոչի մեջ։ Բնականաբար շատ ցավոտ են տարել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները, որից հետո ուղղակի եղել է ճնշում Փաշինյանի վրա։ Բայց հետաքրքիր գիտեք որն է, որ այդ համաժողովի անցկացումից հետո, երբ Փաշինյանը անգամ իր մտերիմների կուսակցական ներկայացուցիչների օրենսդիր մարմնի падգամավորների քաղ պայմանագրի եւ կառավարության անդամներին արգելել է սկզբունքորեն Արցախ բառը օգտագործել, Արցախի հանրապետություն կամ Արցախի դրոշը եւ իր համար դա նույնական է ինչպես փախնում է ինքը եւ իր շրջապատը դրանցից, ինչպես սատանան խաչից եւ ոչ ավել ոչ պակաս նման բանաձև է ընդունում Շվեյցարիայում։ Շատ բնական է, որ նաև Թուրքիան եւ Ադրբեջանը Փաշինյանին պետք է ճնշեին, բայց Փաշինյանը այս համաժողովը վերաբերալ որևիցե կեցված չի դրսևորում։ Տարօրինակ է, շատ տարօրինակ է։ Բայց կեցված դրսևորում է իր զուգընկեր Աննա Հակոբյանը։ Ըստ ինչու չի դրսևորում։ Հիմա ասեմ ձեզ, որտեվ այդ հարցով պատասխանատուն եւ ճնշումների աղբյուրը ինքը չի եղել։ Ես կարծում եմ, որ այդ հարցերում իր զուգընկերը ավելի բարձր ստատուս ունի, քան Փաշինյանը։ Եվ տարօրինակ է, այո, առերևույթ տարօրինակ է, ինչու համաժողովի վերաբերյալ բավականին կոշտ բանաձևումներով վեհապար հայրապետի հասցեին գրեց Աննա Հակոբյանը։ Այսինքն մենք ընդունենք այսպես, այս զույգը իրենք ամբողջովին պատասխանատու են այն իրողությունների համար, որ տեղի ունենում 2018 թվականի Հայաստանի Հանրապետությունում։ Եվ հետևաբար Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները կարծում են Փաշինյանին ուղղակի պարտադրել են, որպեսզի վերջինս անի ամեն ինչ, կապ չունի դա իրավունքի, օրենքի եւ բարոյականության շրջանակում է թե չէ, որպեսզի վեհապար հայրապետին հեռացնի իշխանությունից։ Ես ասեմ, ինչ զարգացումներ տեսականորեն եւ գործնականում կարող է սպասվել։ Այն որ եկեղեցու դեմ մի քանի տասնյակ, միգուցե 100
դժգոհ անձինք, որոնք միգուցե իրենց համարում են մեր եկեղեցու զավակ կամ այլևս հեռացել են, իրենք միգուցե ինչ-որ ձևով մայրաթորի մոտ գնան ինչ-որ պահանջ ներկայացնեն, բայց վտանգ կա, որ ավելի շուտ կօգտագործվի Հայաստանում մի քանի տասնյակ հազար, ոչ ավել, թիվ կա ուռճացված 300,000-ն ասում, դա իրականության չի համապատասխան, մի քանի տասնյակ հազար խարիզմատ աղանդի հետևորդները։ Փաշինյանը նախկինում այս կամ այն ձևով այդ կառույցների հետ համագործակցել է, ես չեմ բացառում որ անգամ անդամակցել է, իրենց հորդորի, համոզի, ստիպի, պարտադրի, որպեսզի նրանք այդ կառույցների ղեկավարները իրենց կառույցի անդամներին ուղղորդեն դեպի մայրաթոր։ Ես եթերով ասել եմ երեք, այսօր օգտագործում եմ հնարավորությունը եւ դիմում եմ այդ կառույցների ղեկավարներին, նաեւ ավետարանչական եկեղեցիների, մենք մի քանի եկեղեցիներ ունենք, ղեկավարներին, որ իրենք Փաշինյանի այդ պահանջը կամ հորդորը իրականություն չդարձնեն, որտեվ մեր եկեղեցու զավակների կողմից համարժեք պատասխան է լինելու, միգուցե ավելի խիստ։ Բայց ավելի շուտ հակված եմ, որ այդ եկեղեցիների ղեկավարները կառույցների եկեղեցի չասեն, որտեղ մի մասը եկեղեցի չի, հա, բողոքական, ավետարանչական այո եկեղեցիներ են, դրանց ղեկավարները ճիշտ կլինի, որպեսզի հրապարակավ կեցվածք ընդունեն Փաշինյանի այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում այն հայտարարություններին, որ ուղղակիորեն վերաբերում է եւ մեր եկեղեցուն, եւ հոգեորականներին, եւ մեր եկեղեցու հոգեոր առաջնորդին, Գարեգին երկրորդին, հա, ճիշտ կեցվածքը եւ ավետարանչական եկեղեցու եւ խարիզմատ կառույցների ղեկավարները դա կլինի, իրենք հրապարակավ ասեն, որ մեր եկեղեցու հետևորդները 100,000-ավոր, եթե ոչ ավելին, հա, որոնք ապրում են որպես քրիստոնյա, որպես եկեղեցու զավակ, որոնք ներգրաված են մեր եկեղեցու կյանքին, պարտադիր գնում են պատարակների, պահքի մեջ են անհրաժեշտության դեպքում եւ դա հայտարարվում է մեղքերի թողություն, զղջում, հաղորդություն, ուղղակիորեն մասնակցում են եկեղեցիների ներքին, որ եկեղեցու անդամ են իրենք ներքին կյանքին եւ փորձում են առավել քրիստոնյա վայել ապրել Աստծո խոսքի համեմատ։ Այն որ Փաշինյանը պարբերաբար իր Facebook-յան էջում մեջբերումներ է անում Աստվածաշնչից, հիմնականում Դավիթ Թագավորի սաղմոսներից, սա դեռ չի նշանակում, որ ինքը այդպիսին է քրիստոնյա եւ այդպես ապրում է։ Ես չպետք է որ դատեմ, որովհետեւ գրված է հավատ առած գործերի մեռած է։ Իսկ Փաշինյանի գործերը լրիվ այլ բանի մասն է խոսում, տրամագծորեն հակառակ։ Եվ Բայց կոպեականները նշում են, որ Փաշինյանը այն միակ առաջնորդներից է, ով այսքան շատ է սաղմոսներ մեջբերում Աստվածաշնչից։ Ես այդ անձանց արձագանքեմ հետեւյալ կերպ, իսկ իրենք գիտեն ամենալավը Աստվածաշունչով գիտի։ Եթե չգիտեն, ես հրապարակավ կարող եմ ասել, սատանան։ Ամենալավը սատանան գիտի։ Եվ հետեաբար դեռևս սաղմոսներից մեջ բերում անել դա ոչինչ չի նշանակում։ Նորից եմ կրկնում, եթե դու քրիստոնյա ես, խոսք ես ասում, խոսք ես գրում, բայց քո ապրած կյանքը պատվիրանների դեմ է, իսկ Փաշինյանի ամբողջ կենսագրությունը, ես չեմ ուզում իր այսպես ներընտանեկան հարցերի մեջ մտնել, թե ընտանիք էլ գոյություն չունի, դրանք զուգընկերներ են, սա ինքնին արդեն ցուցիչ է, այո։ Բայց իր կեղծիքի, ստի, մանիպուլյատիվ հնարքների, հաճախոսության, հայախոսության, նենգության, այս բոլոր փաթեթը երբ որ ներառում ենք, մենք տեսնում ենք, որ այն կյանքը, որով ինքը ապրում է, իրականում ուղղակիորեն Աստծո պատվիրանների դեմ է։ Հետեաբար թե ինչ է գրում եւ որքան է գրում դա մի բան է, բայց նորից եմ ուզում մեզ դասողներին հիշեցնել Աստվածաշունչ ամենալավ սատանան գիտի եւ հետեաբար Փաշինյանի եւ իր ընկերների են դիտարկումը, որ նա պարբերաբար Աստվածաշունչից մեջ բերումներ է հրապարակավ ասում կամ իր Facebook-յան էջում դնում, դա ոչինչ չի նշանակի, իսկ իր ապրած կյանքը լրիվ հակառակն է քրիստոնյայի ապրած կյանքի։ Պարոն Նահապետյան, ընդդիմադիր շրջանակները նշում են, որ այս ամենը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, արդյոք դա այդպես կլինի եւ արդյոք վեհափառը կարող է այս ամենին դիմադրել, քանի որ 2018 թվականի հայտնի այդ արշավին 3 օր վեհարանը շրջափակված է եղել։ Այո, 18 թվականին եղել էր դա եւ ես չեմ բացառում, որ փորձ արվի։
բայց նաև չեմ բացառում, որ մեր եկեղեցու զավակները այդ փորձը համարժեք կերպով չպատասխանեն։ Այսինքն ուղղակի սիրով հրավիրեն դուրս։ Նույնիսկ կապ չունի ինչ քանակ էլ իրենք բերեն։ Ես դրա համար եմ ասում, առանձնապես քանակ չկա, այդպես եկեղեցուց մեր եկեղեցուց դժգոհ, դա թող մի քանի 100 հոգի լինի, որոնց մի մասը անվտանգության եւ ոստիկանության աշխատողներ լինել, համազգեստ փոխած ուղղակի իրավիճակը առարկապես գնահատելու եւ ճիշտ օպերատիվ որոշումներ կայացնելու, թող մի 100 հոգի լինի։ Այստեղ վտանգը միգուցե նաեւ այդ խարիզմատ եկեղեցու առաջնորդին կյանքի խոսքի անդամների մասնակցության մասին է, ես հորդորով եթերով հանդես եմ եկել այստեղ լցել, նաև ինձ իրավունք եմ վերապահում, որպեսզի այդ անձինք չմտնեն մի դաշտ, որ իրավունք նախ չունեն, մեկ, երկրորդ, որտեղ իրենք կամակատար են Փաշինյանի նենք ծրագրերի, ընդ որում այդ ծրագրերը առաջին հերթին ոչ թե Փաշինյանը, նա ուղղակի գործիք է կատարող, սա Թուրքիա եւ Ադրբեջանի ծրագրերն են, որտեղ իրենց համար շատ ցավոտ է եւ իրենք չգիտեն վաղը չեմիսորը վեհապար հայրապետը նման առաքելությամբ ել որ բարձր ամբիոններից կարող է խոսել, օրինակ ասենք ՄԱԿ-ի ամբիոնից կարող է խոսել։ Ինձ համար ցույցիչ է, որ Բեռնում տեղի ունեցած համաժողովի ընդունած բանաձևի որոշ ձևակերպումներ տեղ են գտել նաև ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների ուրեմն հանձնաժողովի կոչի մեջ։ Ես չեմ բացառում, որ վեհապար հայրապետին նաև ամբիոն տրամադրվի եւ ՄԱԿ-ում եւ Միացյալ Նահանգներում, իսկ սա ուղղակիորեն կարելի ասել Փաշինյանի իշխանության այն երերացող վիճակը, որ կա, ուղղակի կարող է ամբողջովին տապալել։ Եվ ամենակարևորը այդ հանձնաժողովը, ինչի մասին ես ասացի, եւ որը այս բանաձևում ընդունվել է նաև Բեռնում Շվեյցարիայում, ես ուղղակի այսպես պարբերությունը, որովհետեւ մենք հասկանանք, թե Ալիևը եւ Էրդողանը ինչ հոգեխանգարումքի մեջ են ընկնել այդ բանաձևումից եւ դա իրենց այդ հոգեվիճակը փոխանցել են Աննա Հակոբյանին եւ հետո Փաշինյան Նիկոլին։ Եվ այսպես մեջբերման սկիզբ կոչ է անում հանձնաժողովը օժանդակել անկախ միջազգային դիտորդի, մասնավորապես միավորված ազգերի կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ տեղում այցի կազմակերպմանը, մշակութային եւ կրոնական ժառանգության գույքագրումը ստուգելու եւ փաթեթավորելու համար։ Եվ ամենակարևորը, որտեղ իրենք այս նույն հանձնաժողովը ձևակերպում է տալիս, փաստացի որակում է, որ այնինչ Արցախում իրականացվել է, կոնկրետ ավելի վաղ Freedom House-ներ, ոչ կառավարական իրապաշտպան կազմակերպություններ հայտարարել, որ 20 եւ 2020-23 թվականներին իր ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության եւ պատմամշակութային ներկայության էթնիկ զտման համապարփակ մեթոդական ռազմավարություն է իրականացվել։ Սա լրջագույն բանաձևումներ են եւ որովիցե պետություն, եթե ցանկանա սկզբունքորեն նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից պաշտպանել Արցախում ապրող եւ այնտեղից դուրս եկած մեր հայրենակիցների իրավունքները, ապա Շվեյցարիայի Բեռն քաղաքում ընդունված համաժողովի բանաձևը եւ կոնկրետ այս ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի կոչը որպես հիմք կարող է ընդունել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները սառնու բականին ոչ նպաստավոր պայմաններում կարող են հայտնվել։ Դրա համար իրենց կամակատար Փաշինյանին հանձնարարել են, որպեսզի վերջինս ազատվի վեհապար հայրապետից։ Սա է բուն պատճառը, որտեվ իր վերաբերմունքը մեր եկեղեցու հանդեպ երբևէ չի փոխվել։ Նա պարբերաբար բարձրաձայնել է 2018-ին, 19-ին եւ 20-ին 3 անգամ փորձ արվեց վեհապար հայրապետին փոխել իր կարճ խելքով, բնականաբար չստացվեց, իսկ հիմա ինչու է հիմա անում, որտեվ հիմքը Շվեյցարիայի վեհապար հայրապետի ելույթներ այդ համաժողովի կողմից ընդունված բանաձևը։ Ի վերջո 2018-ից մինչև օրս եկեղեցին ուներ անելու ինչ-որ բան դիմադրելու համար այս ամենին, թե ոչ։ Ես կարծում եմ եկեղեցին ունի գործառույթ եւ ինքը իր գործառույթները ամբողջ ծավալով անում է, իր կանոնագրքի համաձայն ներքին կյանքը կազմակերպում է եւ ինչին որ ինքը կոչված է, այդ թվում նաեւ սահմանադրությամբ ամրագրված ունենալով բացառիկության իրավունք մեր մշակութային հոգեվոր արժեքների պաշտպանության, մեր ինքնության պահպանության, նաեւ կարևորագույն միակազգային ինստիտուտն է։ Թվում է թե այդ ինստիտուտը պետք է լինի օժանդակող դերակատարում պետական ինստիտուտների, օրինակ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, նախարարության, որի
բուն նպատակը իրականում մեր երկրի համար, ներկա եւ ապագայի համար սերունդ կրթելն էր, դաստիարակելը, լուսավորելը, այո, բայց երբ մենք տեսնում ենք, թե ինչով են զբաղված այդ նախարարությունները, հասկանում ենք, որ եկեղեցու ուսերին բավականին լրացուցիչ բեռ է նստում, նաեւ մեր զավակների, մեր երեխաների, մեր թոռների, նաեւ հոգեվոր կրթության տեսանկյունից, ազգային արժեքների, ավանդույթների փոխանցման տեսանկյունից, այո, ակնհայտ էր, որ այս իշխանությունների թիրախում նաև ընտանիքն է, իդեպ ասեմ, Փաշինյան Նիկոլի քաղաքապայմանագիր կուսակցության երկու կարկառուն ներկայացուցիչներ, որոնք իրականում ապահովում էին դեռևս 2013-14 թվականից այդ կուսակցության ֆինանսավորումը, ԱՄՆ-ի եւ Կանադայի երկու քաղաքացիներ, իրենք լծվել էին Հայաստանում մեր ընտանեկան արժեքները թիրախավորելու, ընտանիքները քանդելու, կեղծ հիմնավորումներով ապաստարաններ ստեղծելու, ապաստարաններում երեխաներին կամ ամուսիններից մեկին պահելու, իբր նրանց նկատմամբ հոգացություն տարածելու եւ Փաշինյանը ուզում եմ ասել, այս գործառույթների մեջ դեռևս մտածել ոչ 2018-ից, այլ 2013-14-ից։ Իդեպ քաղաքապայմանագիրը միակ կուսակցությունն էր, որը լոբինգ էր անում Հայաստանում LGBT խմբի իրավունքների պաշտպանությանը։ Քաղաքապայմանագիրը ի սկզբանե լծված է եղել այդ խմբի արվամոլների, իքամոլների եւ դրանց ածանցալ այլ տեսակների իրավունքների պաշտպանությանը։ Ակնհայտ է, որ Փաշինյանի համար շատ հոգեհարազատ է այդ խմբի մարդիկ եւ ինքը սկզբունքորեն չի թաքցնում։ Իդեպ ասեմ ձեզ, այլասերումների եւ փոխությունների քարոզչությամբ, եթե մեր երկում օրենք լիներ, այդ քարոզչությունը արգելող, ապա առաջիններից մեկը, որը դատարանում որպես մեղադրյալ կկանգներ, դա Փաշինյան Նիկոլն էր։ Եթե արձանագրենք, որ երկրի հակառակ կողմը գրքում այն նկարագրությունները, որը Փաշինյանն է տալիս, դա ուղղակիորեն այլասերման քարոզչություն է։ Եվ մի դիտարկում եւս այդ գրքի վրա չկա 18+-ը։ Դες վստահեցնում եմ, որ երբ լինի իշխանափոխություն եւ հրատապ կարգով Հայաստանում ընդունվի նաեւ օրենքներ, որով երեխաներին պետք է պաշտպանել երեխաների առողջ զարգացումը վտանգող տեղեկատվության տարածման քրեորեն պատժելիությունը, ապա առաջիններից մեկը Փաշինյանը կանգնելու է այդ դատանի առաջ։ Ասեմ ձեզ, այդ գիրքը մինչև հիմա գրախանութներում կա եւ այն այլասերումներն ու այլանդակությունները, այդ թու նաեւ իդեպ ասեմ ձեզ մանկապղծության արվամոլության քարոզ այդ գրքում նշված է, որտեղ միգուցե Փաշինյանը իր ներքին ապրումներն է գրքին տվել, ես կարող եմ նաև այդպես մտածել, բայց որ այդ գիրքը հասանել է նաև դեռահասներին, ինքնին սա ցույցիչ է, թե ինչ ասել է Փաշինյան եւ Փաշինյանի աշխարհճանաչողություն եւ աշխարհընկալում։ Եվ այդ անձը այսօր իրեն իրավունք է վերապահում խոսել Աստծուց, խոսել արժեքներից, խոսել եկեղեցուց եւ հոգեվորականներից։ Իր տեղը լրիվ այլ տեղ է, ոչ կառավարության շենքում վարչապետի աթոռին։ Իշխանափոխությունից խոսեցիք, ինչպես գիտենք, ընդդիմադիրները փորձում են իմպիչմենթի միջոցով հեռացնել Փաշինյանին իշխանությունից, սակայն այստեղ էլ ամեն բան հարթ չի ընթանում։ Արդյոք կհաջողվի իմպիչմենթով հեռացնել Փաշինյանին եւ ինչ սպասենք։ Գիտեք, ես մի փոքր այլ գնահատական ունեմ ձեր նշած գործընթացի վերաբերյալ։ Ես նախ գնահատում եմ այսպես, եթե մարդը նույնիսկ կենցաղում, ել չեմ ասում ազգը իրողությունների պայմաններում, եթե իրավիճակը սխալ է գնահատում, որի մեջ ինքը գտնվում է եւ որտեղ կան փորձություններ կամ մարտահրավերներ կամ սպառնալիքներ, եթե իրավիճակը սխալ է գնահատում, դիմացինի եթե հակառակորդը կամ թշնամի ուժը, խոցելությունը, նրա նպատակները, մարտավարական, ռազմավարական նպատակները եթե ճիշտ չի գնահատում եւ իր ռեսուրսները եւս սխալ է գնահատում, վստահաբար եմ ասում, որ ցանկացած մրցակցություն, եթե դիմացին լինի մրցակից կամ հակառակորդ կամ անգամ թշնամի, պարտությունը երաշխավորված է այդ անձի կամ ազգի կամ պետության համար։ Իսկ ես գնահատում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը իրականում ինքը օկուպացված երկիր է։ Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից օկուպացված է, այդ օկուպացիան լինում է ակնհայտ երևացող, երբ ասենք օրինակ հայնական պատերազմի ժամանակ գերմանական բանակի զինվորները գտնում էին խորհրդային
երկրի շատ քաղաքներում եւ իրենց իշխանությունը զենքի ուժով ուղղակի հաստատում էին։ Բայց կա օկուպացիայի թավշյա, որտեղ այդ օկուպացիոն երկրների շահերը սպասարկում է տվյալ երկրում։ Դա ամբողջովին կոչվում է արտաքին կառավարում, իսկ եթե այդ արտաքին կառավարման ժամանակ մեր երկրի շահերը ուղղակի հակոտնյա են, մեր երկիրը գրավող երկրի հետ, նշանակում է, որ բացարձակ օկուպացիայի ներքո են գտնվում։ Եվ ես գնահատում եմ, որ Փաշինյանի իշխանությունը եւ կառավարությունը դա կոլաբորանտ կառավարություն է կամակատար Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Եվ հետաբար պատմության բազմաթիվ դրվագներ կան, որ օկուպացիոն ռեժիմը տապալելու համար քաղաքական պայքարով չէ, որ պետք է ուրեմն գործողություններ անել, դա կոչվում է ազգային ազատագրական պայքար, այսինքն ազատագրման խնդիր կա։ Քաղաքական պայքար սովորաբար մղվում է այն դեպքում, երբ քաղաքական մի ուժը հետապնդում է մեր երկրի շահերից ելնելով ծրագրերի կյանքի կոչել։ Վատ է իրականացնում, արդյունավետ չի իրականացնում, քաղաքական այլ ուժ է գալիս այդ նույն նպատակի համար, իսկ Փաշինյանի նպատակը այսօր մեր երկրի ազգային պետական շահերի սպասարկումը չի։ Եվ իմ ասածը, որպեսզի վերացական չլինի, ես ընդհանրապես շատ պարզ օրինակ բերեմ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին պարտադրում է մի շարք պայմաններ, որոնք ուղղակիորեն հարվածում են եւ մեր երկրի ազգային անվտանգությանը, եւ երկրի շահերին, եւ տարածքային ամբողջականությանը, մասնավորապես 300,000 փախստականների վերադարձ, որ նշանակում է մեր որոշ տարածքների ուղղակիորեն մեզանից զատել, հեռացնել։ Ռազմական տուգանք, կոնտրիբուցիա, փոխհատուցում, ռեպարացիա, Զանգեզուրի միջանցք, սահմանադրության փոփոխություն, Արցախում ինքնապաշտպանական մարտերը կազմակերպած եւ մասնակցած անձանց նկատմամբ քրեական հետապնդում, ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում։ Սա Ալիևի պահանջներն են։ Հիմա հարց, եթե Փաշինյանը սպասարկում է Հայաստանի շահերը, իր համար թիմի խնդիրը Ալիևի այդ պահանջները չեղարկելն է, այո։ Իսկ կա արդյոք ձև, իհարկե ձևը կա։ Ինչ ձևեր։ Ձևը շատ պարզ է։ Ընդհանրապես մեկ հայտարարություն եւ Ալիևի բոլոր պահանջները դառնում են առոչինչ, իսկ հայտարարությունը հետեւյալն է։ Ալիևի այդ բոլոր պահանջները չի ներառված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված 4 երրակողմ հայտարարություններն, որի տակ նաեւ կա Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրությունը։ Չկա Ալիևի որևիցե պահանջ, նորից եմ կրկնում, իմ թվարկած 7 պահանջներից որևիցե մեկը չկա։ Ընդհանրապես Փաշինյանը ասում է, որ մենք հավատարիմ ենք 3 պետությունների ղեկավարների կողմից գրավոր 4 երրակողմ հայտարարությունների եւ ձեռքբերված պայմանավորությունների ու վերջ։ Այդ դեպքում ինչու Փաշինյանը սա չի անում։ Ինչու չի անում։ Որովհետեւ ինքը սպասարկում է Ալիևի եւ Էրդողանի շահերը Հայաստանում։ Եթե ինքը սպասարկեր Հայաստանի շահերը, շատ բնական է, ինքը ընդհանրապես դա հայտարարում է եւ Ալիևը որևիցե այլ պահանջ Հայաստան նկատմամբ չէր կարող կյանքի կոչել։ Ընդ որում ես նաեւ ավելացնեմ, որ օրերս վերջերս Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը սրա մասին մեկ անգամ եւս բարձրաձայնեց, ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ըստ իրենց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի 4 երրակողմ հայտարարությունների վրա ու վերջ։ Հիմա հարց նորից եմ կրկնում, ինչու Փաշինյանը չի հայտարարում, չէ՞ որ այդ 4 երրակողմին հավատարիմ մնալով, որտեղ կա նաև միջնորդ եւ երաշխավոր իդեմս Ռուսաստանի նախագահի, Ալիևի որևիցե պահանջ օրակարգային չի դառնում։ Իսկ հիմա Ալիևի 7 պահանջները օրակարգային են, ճիշտ է։ Փաշինյանը փորձում է այս կամ այն ձևով իբր մանևրել։ Նա բոլոր պահանջները պարտավորված է կատարել, այնպես ինչպես կատարեց 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ Արցախը ուղղակիորեն ճանաչեց Ադրբեջանի մաս։ Սա է իրողությունը։ Եվ իմ վերջին հարցը անդրադառնանք նաև այս թեմային, հունիսի 6-ին տարածվեց տեղեկություն, որ Արավուսում 2 անչափահաս տղաներին ադրբեջանցիները գերեվարել են, սակայն այդ լուրը հերքվեց եւ նշվեց, որ մառախուղի պատճառով կորել էին երիտասարդները։ Կարող են նման իրավիճակները շարունակական լինել եւ ինչի կհանգեցնեն։ Այո, դա կարծում եմ ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, նախ գոյություն է հայ-ադրբեջանական շփման գիծ, այդ շփման գծի երկու կողմերում գոնե հայկական կողմում ականապատած դաշտեր են։ Եզակի դեպքեր իրոք եղել են, երբ գյուղացին
կարողացել է ականապատած դաշտով ինքը չիմանալով որ ականապատած դաշտ է անցնել եւ հայտնվել ադրբեջանական կողմ։ Իսկ սահմանապահներ չպետք է լինեն։ Հիմա ես միտքս ավարտեմ, այո, նախ ականապատած դաշտերի մասն եմ ասում։ Այսինքն քեզ մոտ ականապատած դաշտեր չկան, որտեվ դեռևս սահման գոյություն չունի, որտեվ դելիմիտացիա եւ դեմարկացիա արված չի։ Տաուշում ընդհանրեն իմիտացիա արվեց, որտեղ տրվեց Ադրբեջանին մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, որով Ադրբեջանը վերահսկում է Հայաստան մտնող գազամուղը եւ Վրաստանի սահմանը։ Այնտեղ դելիմիտացիայի ավանդակ դարվեց։ Հիմա եթե ականապատած դաշտեր չկան, բնականաբար այդտեղ պետք է լինեն սահմանապահներ։ Այո, սահմանապահ ուղեկալներ։ Բայց քանի դեռ դելիմիտացիա չի արվել, այդտեղ ոչ թե սահմանապահներ, այլ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմ։ Սահմանապահ լինում է այնտեղ, որտեղ գոյություն ունի սահման։ Օրինակ, Հայաստանի Իրանի միջև կա սահման։ Այո։ Այնտեղ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմ չկա, այնտեղ սահմանապահներ են։ Հայաստանի Թուրքիայի միջև եւս կա սահման։ Ճիշտ է, մեր երկու պետությունները դիվանագիտական հարաբերություններ չունեն, բայց կա սահման, եւ երկու կողմերում եւս սահմանապահներ են։ Այսինքն բանակի ստորաբաժանումներ չեն իրենց զինվածությամբ։ Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դեռևս գոյություն չունի սահման։ Սահմանապահ ընդհանրեն այդ մի կտոր Տաուշի մարզում են, հա։ Մնացած տեղերը սահմանապահներ չկան։ Այնտեղ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմ է, ռազմական տեխնիկայով։ Հիմա հարց, ինչպես այդ երկուսը անցան։ Այդ նշանակում է, որ Հայաստանի ռազմական գերատեսչության առաջին երկրորդ դեմքերը, նկատի ունեմ պաշտպանության նախարար կոչեցյալ եւ գլխավոր շտաբպետ, հա, իրենց տեղում չեն։ Ուրիշ գնահատական չունեն, որտեվ եթե դյուրին կերպով անարգել անցնում են տարածք, որտեղ հայկական կողմը չի կանգնեցնում, այո, ավելին հայտնում են մի տարածքում, որտեղ արդեն Ադրբեջան է, իսկ ես խիստ կասկածում եմ, որ այդ երիտասարդները անգամ իրենց մտքով չի անցել, որ իրենք որտեղ գնային, այնտեղ ադրբեջանցիներ են լինելու, որտեղ սահման չկա գծած։ Եվ հիմա այն, որ ադրբեջանցիները օր-օրի ցանկացած բարձունք վերցնում են, մեր այդ շփման գծի հարակից շրջաններում գտնվող բնակավայրի բնակիչների համար անգամ այդ տարածքները իրենք չգիտեն, այնտեղ ադրբեջանցի կա թե չկա։ Եվ այս դեպքը կարծում եմ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու, քանի դեռ երկու պետությունների միջև սահմանազատում եւ սահմանագծում չի արվել։ Շնորհակալ եմ շատ, պարոն։ Ես էլ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էինք պատրաստել, իսկ ես նշեմ, որ Եվրոմեդիային կարող եք հետևել նաև YouTube-յան, Instagram-յան, Facebook-յան եւ Telegram-յան հարթակներում։